Հա թրիփի հետ կապված։ Այո, ինձ համար խաղաղության պայմանագիր շարունակում է մնալ թրիփը։ Դա չի քննարկվում։ Ադրբեջանի նախագահը ինքը հայտարարել է իր համար միջազգային իրավունք գոյություն չունի։ Հստակ այդ մարդը հայտարարել է։ Խաղաղության պայմանագիր գոյություն ունի այնքանով, որքանով այն մյուս կողմը ընդունում է իր պարտավորությունները միջազգային իրավունքի տեսանկյունից նաև։ Եթե Ադրբեջանը չի ընդունում, Ադրբեջանը ասում է ինձ համար միջազգային իրավունք չկա ընդհանրապես։ Եվ մենք էլ ասում ենք դե խաղաղության պայմանագիր, խաղաղության այսպես կոչված պայմանագիրը գնում նախաստորագրում են ԱՄՆ նախագահի միջնորդությամբ կամ որպես այսպես վկայությամբ ստորագրում են, հետո գնում է միանգամից հարցազրույց է տալիս, ասում է Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, թե չէ ԱՄՆ նախագահի նկատմամբ անարգանք է։ Հետո տեսեք սպեկուլյացիայի աստիճանը միջազգային հարաբերություններում։ Դրա համար ինձ համար, այո, միջազգային պայմանագիրը ներողություն խաղաղության պայմանագիրը, որ կարող է խաղաղություն բերել, այո, թրիփն է։ Եվ սա ես համարում եմ այսօրվա իրավիճակում միակ ելքը, այսպես, այս իրավիճակում որ կա։ Օրինակ թրիփի հետ կապված հարց էին տալիս ձեր գործընկերը, որ թե մենք ինչ ենք անելու, որ այս համանազատման հարցերը լուծենք։ Ժողովուրդ ջան, օրինակ բերել են կորակարգ եւ ենթադրենք, տեսեք ինչ կարևոր դիսկուրս է։ Մենք թրիփի այնպիսի պայմաններ ստեղծենք, քննարկենք մեր Ամերիկայի գործընկերների հետ, որ մենք այդ թրիփը, ժողովուրդ ջան, ավելի ապահով կլինի իրականացվել, երբ ադրբեջանական զինված ուժերը չլինեն մեր տարածքում։ Ինչն է խանգարում մեզ այդ օրակարգը չտանել առաջ։ Տենց է, չէ՞, բայց եթե որտեղ ադրբեջանական զինված ուժեր կան, իրենք անընդհատ փորձելու են խանգարել։ Հիմա բերեք օրինակ այդ հարցը տարբեր տեսանկյուններ կա, ես ուզում եմ ասեմ։ Մենք կարող ենք դա տանել առաջ միանշանակ։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը, ես տեսել եմ այդ նախաձեռնությունը, կարծում եմ ինձ համար կարևոր նախաձեռնություն է քաղաքական առումով։ Ես ասեմ ձեզ, որ առասարակ մենք պետք է ղեկավարվենք խելացի որոշումներով։ Ես միշտ իմ այսօրվա այս ասուլիսը ամբողջ ընթացքը այն մասին է, որ մենք պետք է խելացի միշտ աշխատենք, մենք խելացի որոշումներ պետք է կայացնենք, մենք պետք է կայացնենք խելացի պետություն։ Եվ եկել է ժամանակը խելացի որոշումների։ Օրինակ, ես քանի որ նաև պարոն Ծառուկյանը ես հրապարակային եմ տեսել հայտարարել է նաև չէ որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, ես կարծում եմ դա խելացի որոշում է։ Մարդը գումար, այսինքն հարստություն ունի, գումար ունի, այո, բայց այդ մարդը հայտարարում է ես չեմ մասնակցելու ընտրությունների, ներողություն, չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին։ Իմ կարծիքով դա կարևոր որոշում է։ Եվ ես նաև այդ Նոյան Տապանի այդ գաղափարը կամ առաջարկ Հայաստանին մենք հետևում ենք, իմ կարծիքով քաղաքական դաշտում նորմալ առաջարկ է, այսպես։ Հա, մենք այսպես իրական իմաստով Աստված չանի, որ Տապանի առհասարակ անհրաժեշտություն առաջ կա, մենք ունենք մեր օրակարգը, մենք առաջնորդվում ենք մեր օրակարգով եւ շարունակելու ենք դա առաջ տանել։ Հիմա ես չեմ կարող հետ ընտրականի հետ կապված կանխատեսումներ անել, ես այս պահի համար եմ խոսում։